Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայկ Նահապետյանը։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այսօր աշխատավորի օրն է, շնորհավորում ենք բոլոր աշխատավոր մարդկանց, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց քրտինքով, աշխատանքով կարողանում են վաստակել իրենց ազնիվ հացը։ Ես երեք այս թեմային անդրադարձա, բայց հարկ եմ համարում նորից խոսել, որտեղ շատ կարևոր եւ ուշագրավ է կառավարությունը իր երեկվա ապրիլի 39 նիստում գերակա ոլորտում իրականացող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծան մաքսատուրքերից ազատեց Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկը։ Ուրեմն բարձում է 135 աշխատատեղ կա, եթե այս ահռելի արտոնությունը տալիս են 1.6 միլիարդ դրամի մասին է խոսքը, եթե տալիս են իրեն այս արտոնությունը, ապա ինքը 135 աշխատատեղի փոխարեն, այդ խնդրում եմ այս թվին ուշադրություն էլի պարոն Նահապետյան, ինքը խոստանում է, որ կունենանք 155 աշխատատեղ, 20 աշխատատեղ նորից դրանցից կլինի սա էր։ Արտոնություն ստանալու համար ներկայացած ապրանքների արժեքը կազմում է 1.6 միլիարդ դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը գնահատվում է 270 միլիոն դրամ։ Ուրեմն 200 ատկատետքան, հա։ Միայն 270 միլիոն, այս մարդը չպետք է։ Այսքան պիտի չվճար, դուք պատկերացնում եք, այս ինչքան թոշակ կարող էր բարձրանալ, առողջապահական համակարգում ինչ ներդրումներ կարող էին լինել, կրթության ոլորտում ինչ ներդրումներ կարող են լինել, էլ Արցախահայության մասին չեմ ասում, որ անտուն ու տնավեր բոլորին դարձրեցին, քանի մարդու հարց կարող էին լուծել, բայց չէ, տալիս է այս մարդուն, մի պատճառով այս մարդն էլ պատրաստվում է ոչ ավել ոչ պակաս Հնդկաստանից 350,000 կիլոգրամ գոմեշի միս ներկրել, թե այդ գոմեշի միսը ինչի տակ կտնի ու կօգտագործի կանի, եւ թե ինչ միս է լինելու, նաեւ Չինաստանից է բերելու եւ այլն եւ այլն։ Ահա այսպիսի բաներ, ինքը հարցը մի քանի ուղղություն ունի, առաջինը այն է, որ մենք տեսանք 2 օր առաջ Սամվել Ալեքսանյանը իր գործարանների հետ միասին դիմավորողների եւ հանդիպողների շարքում էր Ադրբեջանի փոխվարչապետին, ամեն ինչ այս իշխանությունն անում է, որ դա գաղտնի լինի, բայց այդ ինֆորմացիան սպրծեց, ինչպես սպրծեց, որտեղ ադրբեջանական մամուլը գրել էր, որ ինքը պիտի Հայաստանում լինի, փակ գաղտնի հանդիպում էր եւ այնտեղ էլի են գործարարներ եղել, վստահաբար ինչ որ բան են պայմանավորվել, իսկ Սամվել Ալեքսանյանի համար երեք էլի դրա մասին ասում, ինչ խնդիր կա, ուզում է դահիճ լինի, ոչրագործ լինի, հայասպան լինի, թշնամիտ լինի, ուզում է այդ հացի հետ, ցորենի հետ անասնակերկ ուղարկի, թե բացիլով միս կուղարկի, ինչ կուղարկի, փողին մունատ, մենակ թե ստացվի։ Այս մարդու նկարագիրն այդպիսին է, դա ես չէ որ պիտի ասեմ, մենք հիշում ենք իր կեղծված բոլոր ապրանքատեսակները, ի վերջո ինքը այդ միլիարդները նաև առաջին փուլում այդպես է աշխատել, ինչի մացին լրփազգի ձայնով բղավում խոսում էր Նիկոլը, բայց իշխանության գալուց հետո քիրվայությունը, ձեր դեպքում քիրվայությունն ու դոստություն, չգիտեմ, թուրքերեն էլ ինչ բառեր կա, եղշություն, չգիտեմ ինչ բառեր որ կա, համամուչ ինչ հոմանիշներ որ կան, այս մարդիկ շատ փայլուն բան հարաբերություն հաստատեցին, իսկ Նիկոլին մեկը ունենա, ասենք մի 10 միլիարդ եւ Նիկոլը լինի վարչապետի աթոռին նստած եւ ինքը չունենա առնվազն դրա չափ փող, դա միայն միամիտ ապուշները կարող են այդպես մտածել, սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ այդ արտոնությունները տալիս է, հնարավորությունները տրվել է մի պարզ պատճառով, որ հնարավոր այդ միջոցները իրենք շատ բան ձևով կիսվում է այդ մարդու հետ կամ մեծ չափաբաժինը տալիս է իրեն։ Այս մարդը դե ճարպիկ է, տեսնում ենք, հələ հայացքը նայեք, այս սողացող քծնող, այս ողորմելի հայացքը նայեք, սա էլ պիտի լիներ, ուղղակի այն առաջին օրվանից կարողացավ ճիշտ ներողություն եմ խնդրում այս բառերի համար, ուղղակի իրանք մեր խոսույթ են բերեմուծվել, բան, դա տգեղ բառեր են, բայց ինչ արած, եթե մենք այսպիսի իշխանություն ենք հանդուրժել, ուրեմն պիտի նաև այդ բառամթերքն էլ ուզած թե չուզած երբեմն կիրառենք իրենց հիշելուց, իհարկե կիրառենք, իսկ եթե ինչ որ բաներ կասկածում եք բան, բարեբախտաբար լավ է Հայաստանի Հանրապետություն դեռ շարունակում է ապրել պարոն Վանեցյանը, իսկ ինքը այդ երբ որ բան է անկեղծության պահեր է ունենում, շատ լավ պատմում է, թե ումից ինչքան է քաշել, քերել, տարել եւ ինչ գումարներ են ուզել այս գործարարներից, մի մասը հենց այն գլխից տվել են ու քիրվայությունը իրենց մոտ սկսել է։ Սա հարցի մի կողմն է եւ հիշում ենք, թե ինչ էր բղավում Նիկոլը, եկել են
բանը վերջ օլիգարխիային, հիշում եք, վերջ մենաշնորին, ավելի սուպեր մենաշնորային դիրքերում այս մարդը հայտնվել, քո Վիվարոյի տերերը ավելի մենաշնորային դիրքերում են հայտնվել, քո Նարեկ Նալբանդյանները չէ, Նարեկ Նալբանդյանները ավելի մենաշնորային դիրքերում են հայտնվել, քո մասին ու Անայի մասին չեմ խոսում, թե դուք ինչ մենաշնորային դիրքերում եք հայտնվել, ինչ միլիարդների տերեր են դարձել։ Մի կողմից սա է, մյուս կողմից անհասկանալի ինչ մթերք է գալու այստեղ, թե ինչ բացիլներ ու ինչեր են բերելու իրենց այդ Հնդկաստանի այդ միսը կամ Չինաստանից ինչ է լինելու, դրա մասին մենակ բանը երևակայել պետք է, ով որ քիչ թե շատ գիտի թե ինչ սանիտարահիգիենիկ պայմաններ են հատկապես Հնդկաստանում, երեք էլիս ասեցի ես եղել եմ, դա սարսափելի է։ Եթե մի անգամ այդ կտորեղենի արտադրություն դուք մտնեք, ես չգիտեմ հնդկական ինչ-որ բան կկրեք, թե ոչ, ել չեմ ասում իրանց ամենաբարձրակարգ ռեստորաններում բացառություն են հյուրանոցներում, որ ասենք ամերիկյան են, ֆրանսիական, անգլիական, եթե հնդկական է, ես չգիտեմ, դա ինչ սարսափ է եւ ինչ է, դե ինչ արած, հիմա այս մարդը այդ ուղղությամբ է գնացել, դե ամենայն հավանականությամբ շատ ավելի էժան եւ մատչելի է, մի կողմից սա եւ ամենակարևոր հարցը, դե կարծում եք պատահական է, որ արոտավայրերը ամբողջությամբ տվել է թշնամուն, 3 Հայաստանի Հանրապետության չափ տարածք, Երևանի չափ տարածք, այդ խնդրում եմ ուշադրություն, Երևանի չափ 3 տարածք Նիկոլի իշխանության գալուց հետո Հայաստանի Հանրապետությունից արոտավայրեր են հողերը հանձնվել Ադրբեջանին 3 Երևանի չափ տարածք։ Դուք պատկերացնում եք, թե այդ արոտավայրեր սա նշանակում է, որ անասնապահությունը պիտի զարգանար, գյուղատնտեսությունը պիտի զարգանար, մի հատ այդտեղ են ավիրում, մի հատ էլ հիմա այսքան միլիոնների արտոնություն է տալիս ահռելի մի օլիգարխի, որ իր միլիարդները կրկնապատկեն ու հետո կիսվի Նիկոլի հետ, եւ մյուս կողմից անասնապահությունը ոնց են սպանելու, որովհետև դու չես կարող, նախ դու մրցունակ որևէ չի կարող, որևէ մեկը լինել Սամվել Ալեքսանյանի հետ, ինչու, որովհետև 3 չառաջ օրվանից արդեն իր հետ չէին կարող մրցունակ լինել, որովհետև ամենամեծ ներկրողն է 1, ամենամեծ արտոնություններ ունի 2, ինքը իրացնելու ամենամեծ տեղերը ունի, որովհետև մոլեր ունի, չէ, ամենահեշտությամբ ինքը կարողանում է իրացնել, այսինքն այստեղ որևէ արտադրող իր հետ չի կարող մրցունակ լինել, հեսա միլիարդները քառապատկվելու են Լֆիկի եւ Նիկոլի, Սամվել Ալեքսանյանի եւ Նիկոլի միլիարդները կրկնապատկվել են եւ բացի այդ փոխանակես գումարը ներդնել, որ անասնատնտեսությունը, անասնապահությունը զարգանա, գյուղատնտեսությունը զարգանա եւ մարդկանց ընդհանրապես դու եթե ավելի էժան են բերում, դրա փոխարեն քանի տնտեսությունն է Նիկոլը նորից, քանի գյուղատնտեսական եւ անաստապահական քանի տնտեսություն է ավիրում միայն այս քայլով Նիկոլը նորից ու նորից այնպես որ Հայաստանը ոչնչացնելու գյուղատնտեսությունը ոչնչացնելու հայերին ոչնչացնելու քաղաքականությունը ամեն կետով պարոն Ապետյան եթե ասենք այս կետով Մուստաֆայևը եկել է բանեն պայմանավորում այն կետով չէ իրանք չեն հանգստանում իրանք բոլոր ուղղություններով Հայաստանը ոչնչացնում են իսկ դե ինչ է սպասելու ձեզ սիրելի հայրենակիցներ 7-ից հետո դրա համար կարծեմ ես առանձնապես խելք պետք չի միայն այսպես մի ակնթարթ եթե մտածեք ինչ են բերել այս թրքահապատակները մեր գլխին եւ ինչ են պատրաստում արնել կարծեմ բավարար է ես կխնդրեի այս թեմայի հետ կապված նախ աշխատավորի օրվա հետ կապված այո կարևոր շատ կարևոր օր է տոն է աշխատանք որը արդյունք է տալիս հավելյալ արժեք է ստեղծում պետական բյուջեն գումար է մտնում բայց ոչ երբեք չարչիություն ոչ երբեք օրինակ քանի որ այստեղ որոշակի առումով արդեն խավ է ստեղծվել ցավոք սրտի բայց տարիների աշխատանքի արդյունքում օրինակ կարող է Փաշինյանը որպես օրենսդրական նախաձեռնություն առաջարկ մտցնել Հայաստանում պետական մակարդակով նշել ստախոսի օր, դավաճանի օր, թշնամու օր, չարչիի օր, ուրացողի օր, ադրբեջանցու օր, ինչու ոչ։ Ասենք այսպիսի օրեր էր, որտեվ մեծ հաշվով են քաղաքականություն, որ հիմա վարվում է, այս տեսակն է գեներացվում, ստեղծվում, պատրաստվում եւ այլն։ Հիմա ինչ վերաբերվում է հարկային արտոնություններին, դա ակնհայտ է, որ այն հարկային արտոնությունները, որ տրվում է որոշ գործարար մարդկանց, բարիք ստեղծող, արտադրող, կազմակերպող, ես այդ պրիզմայով եմ նայում, այսինքն եթե Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտներ, կառավարող անձինք Հայաստանում են իրենց հիմնական գործունեությունը ծավալում, բյուջեա գումար լցվում, աշխատատեղ ապահովում, իրենք համարվում են մեծ հաշվով ազգային էլիտա, ազգային բուրժուազիա, այսպես ասենք։
Բայց որ այդ բուրժուազիան իշխանությունների ձեռքին գործիք է ժողովրդի դեմ, ազգային պետական շահերի դեմ, դա այլ խնդիր է։ Եվ ակնհայտ է, որ օրվա իշխանությունների հարկային արտոնություններ տերմինի իմաստը ատկատն է։ Ընդհանրապես ոչ ավել, ոչ պակաս։ Հետո երբ որ կան լավ ժամանակներ, մեկ էլ կպարզի, որ Հայաստանում տարբեր բարձրաստիճան չինովնիկներ տարբեր երկրներում հարյուրավոր միլիոնավոր, եթե ոչ ավել դոլարների անշարժ շարժական գույք բիզնես ունեն, մենք հասկանանք, թե այդ ատկատների, այդ հայկային արտոնություններ օպերացիայի իմաստը որն է, հիմնադրամներին մուծվելու իմաստը որն է։ Սա ընդունենք գիտություն, թե հետո այդ ամենը ոնց հետ կվերադարձի, դա այլ մասնագիտական խնդիր է։ Օլիգարխիկ համակարգը սովորաբար ասում են Հայաստանի օլիգարխներ, Ռուսաստանի, Վրաստանի, տարբեր երկրներ, չկա այդպիսի բան։ Օլիգարխիկ համակարգը ինքը կառավարման գործիք է, արևմուտքի ձեռքին երկիր մոլորակի ցանկացած տարածքում ինքը ստեղծում է նման օլիգարխիկ համակարգ։ Իսկ ընդհանրապես ինչ ասել է օլիգարխիկ համակարգ։ Նիկոլը եկել էր պայքարելու դեմ, օլիգարխիայի դեմ։ Հիմա մեզ լսողների համար ես ընդհանրապես մի քանի րոպե փորձեմ բացատրել ինչ ասել է օլիգարխիկ համակարգ եւ ինչու ստեղծվեց նման համակարգ։ Ուրեմն նախկիններում երբ մի պետություն հաղթում էր այլ պետությանը մարտի դաշտում, գրավում էր այդ տարածքը, եթե ֆիզիկապես չէր ոչնչացնում ժողովրդին եւ ասենք իր ժողովրդի մի մասը գար այդ տարածքում ապրել։ Ինչպես թյուրքական ցեղերը Ալթայից եկան, երկիր մոլորակի Խաչմերուկում բնավորվեցին, տնավորվեցին, պետություն ստեղծեցին։ Եթե այդպես չի, եւ նվաճվում է մի երկիր, հիմա այդ երկրի իշխանությունները եթե կարգվում են այդ երկրի ներկայացուցիչների կողմից, ապա այդ երկրի վրա դրվում է հետեւյալ խնդիրը։ Աշխատել մետրոպոլիային հաղթող երկրին, ասենք վասալ են դառնում։ Մուծվել այսքան։ Ասենք 20% քո ունեցած ամեն ինչից, ինչ արտադրում ես։ Եթե պատերազմ է, մետրոպոլիան գնում է այլ մետրոպոլիայի դեմ պատերազմի, ապա իր ենթակա տարածքից ուրեմն զորը հավաքի անում, որ պիտի գնա ընդհանուր բանակի կազմում կռվի։ Բայց հաճախ մետրոպոլիաներ, քանի որ շատ մետրոպոլիաներ են, ասենք 5-7 մրցակցող մետրոպոլիաներ են եղել, այսինքն ինքնիշխան, եթե այսօրվա տերմինով սուվերեն երկրներ են եղել, որի ներքին եւ արտաքին քաղաքականությունը որոշվել է այդ երկրի ներսում, ուրիշ տեղ չի որոշվել։ Վասալ երկրներում, օրինակ ներքին քաղաքականությունը որոշվում է վասալ երկրում, արտաքին քաղաքականությունը մետրոպոլիայում, ում ենթակա է ինքը։ Եվ վասալը երբեք չի մուծվում, հարկ չի տալիս մետրոպոլիային։ Երրորդ կարգավիճակը դա գաղութն է։ Գաղութը չունի ներքին արտաքին քաղաքականություն, ինքը չի որոշում եւ ինքը հարկ է տալիս։ Հիմա հաճախ լինում էր, որ վասալ երկրներում, երբ որ մետրոպոլիան նշանակում էր տեղի բնակիչներից թագավորներ եւ իշխաններ, եւ մետրոպոլիան իր հարևան մետրոպոլիաների հետ մրցակցային պայքարում թուլանում էր, այդ տեղի նշանակված թագավորը եւ իշխանը պատրաստում էին ապստամբություն այդ մետրոպոլիա իշխանությունից դուրս գալու համար, պարզ եմ ասում։ Եվ օրինակ այդպիսի մեկին ասեմ, որի մականունը ժամանակին եղել է Գանձագող կազմակերպ, բայց որը ռուս ուղղափառ եկեղեցու կողմից ամենա առաջին աշխարհիկ անձն է եղել, որ շուտ սրբադասվել է։ Խոսքս Ալեքսանդր Նևսկու մասին է։ Հետաքրքիր։ Ալեքսանդր Նևսկին սպասեց մինչև իր երկրի վրա իշխող խանական իշխանությունը թուլանա, իսկ ինքը պատրաստում էր ապստամբություն։ Գանձը գողանում էր գանձարանից, բայց չէր տանում լափելու, իմիտացիա են անում։ Գնում էր զենք զորք պատրաստելու։ Հիմա Արևմուտքը հասկացավ, որ իշխաններ, թագավորներ, որ նշանակում է, թագավորը եթե ըմբոստանա իր դեմ, միևնույն է ինքը պետք է հենվի իշխանների վրա, որտեղ ռեալ տեղում իշխանությունը եւ ժողովուրդ եւ սնունդ եւ զենք դա իշխանների տիրապետությունն է։ Թագավորը ոնց որ ինչ որ աթոռի վրա նստած բացարձակ ուրեմն արտոնություններով օժտված անձ է։ Եվ գիտեք ինչ որոշեց Արևմուտքը, որպեսզի այդ իշխանները լինեն տեղից նշանակած, տեղի ժողովրդից, բայց իրանց ենթակա ինչպես։ Այդ իշխաններին ուրեմն տրվեցին արտոնություններ, ֆինանսական բիզնես, բայց ունեցվածքը այդ իշխանների պիտի գրանցված լիներ որտեղ մետրոպոլիա երկրներում, ոչ այստեղ։ Օրինակ հիմա այս շենքը որտեղ հիմա այս տաղավարն է, պատկերացրեք շենքի սեփականատերը այս տարածքը գրանցել է, ասենք Լոնդոնում։ Իրականում այս շենքի տերը Հայաստանի Հանրապետությունը չի, Բրիտանիան է։
Գրանցման վայրն է որոշում սեփականության իրավունքը։ Պարզ եմ ասում։ Ուրեմն օլիգարխիայի ունեցվածքի ճնշող մեծամասնությունը գրանցվում են մետրոպոլիայի երկրներում։ Դա համար ինչու, որտեղ որ պահին օլիգարխը փորձի թագավորի հետ միասին ապստամբել մետրոպոլիայի դեմ, այդ օլիգարխի ոչ միայն ականջներից կձգեն, ես սա ունեցվածքը դրսում է։ Երեխաներին տանում են դրսում են, չէ՞, կրթություն տալիս, այնտեղ սովորում, այնտեղ պարապացնում, այնտեղ հավաքագրում։ Հետաբար օլիգարխիան արդեն դարձել է արևմուտքի գործիքը ամեն երկրում։ Եվ փորձի նախագահ կոչեցված այսօրվա կամ վարչապետը ապստամբի մետրոպոլիայի դեմ օլիգարխիան արյան մեջ կխեղդի։ Ինչու, որտեղ օլիգարխիայի ամբողջ ունեցվածքը դրսում է գրածված։ Բայց երբեմն Իվանիշվիլու նման գործարաններ են հայտնվում, ում համար երկիր այդ եզակի դեպքեր ես համաձայն եմ, բայց հիմա նաև այդպիսի հայտ է ներկայացրել, օրինակ Սամվել Կարապետյանը բարձ ասեց, ավերցրեցի, սատվեցի, բայց այդ օլիգարխները իրենք կորցնելու են, ուշադրություն դարձեք։ Իվանիշվիլին առնվազն 3.5-4 միլիարդ եվրո միայն շվեյցարական բանկերում կորցրեց։ Այսինքն արևմուտքը այդ գործիքը ունեցվածքը, որը երաշխիքն է, որ այդ օլիգարխը իրան կծառայի, չէ, այդ դրսում գրանցված ունեցվածքն է։ Մոտ 4 միլիարդ եվրո Իվանիշվիլից խլվեց։ Այդ միայն բանկային հաշիվների գումարն է։ Այո, կան անձինք, որոնք գնում են այդ ռիսկին։ Իվանիշվիլին այդպիսիներից մեկն է։ Սամվել Կարապետյանը այդպիսիներից մեկն է, ինքը հրաշալի գիտի։ Օլիգարխիկ համակարգի դեմ դուրս գալ նշանակում է ինքը նաև իր ունեցվածքից զրկվելու է մի մասից։ Սա ընդունենք ի գիտություն։ Այսինքն, երբ որ մարդիկ ասում են մենք պայքարում ենք օլիգարխների դեմ, օլիգարխիկ համակարգի, դով ես որ պայքարես, օլիգարխիկ համակարգը արևմուտքի ձեռքին կառավարման գործիք է մեր նման երկրում իր իշխանությունը բացարձակ պայելու համար։ Ինքը ասի կարող լինի Իվանիշվիլին կամ կարող է լինել Սամվել Կարապետյանը։ Այդ եզակի դեպքեր են։ Դու ինձ կարող եք այլ պետություններում երբևիցե օրինակ ցույց տալ, որ օլիգարխները ըմբոստացել են բանի դեմ, մետրոպոլիայի դեմ։ Իդեպ ասեմ, մի 6 տարի, 7 տարի առաջ Ռուսաստան նախագահը, քանի որ արդեն պատրաստում են, ինչպես ասեց, բացարձակ առումով ըմբոստությունը արևմուտքի դեմ։ Ռուսաստանի նախագահը ժամանակին ինչ ասեց, բերեք ձեր ունեցվածքը իմ երկրի, ասեց կկորցնեք բերելուց, բայց ես ձեզ կտամ երաշխիքներ, որ դուք այստեղ ներդրումներ կանեք, ձեզ արտոնություններ կտամ, ձեր կորուստները կվերականգնեք, բայց ձեր ունեցվածքը, այսինքն գրանցման վայրը փոխանցեք Ռուսաստան։ Իդեպ մի շարք գործարարներ հենց այդպես էլ վարվեցին, բերեցին, իհարկե Լոնդոնում, չէ, ես հիշում եմ, որ Շվեյցարիայում ինչ որ շատ կարևոր բան էին վաճառում եւ ասում էին, որ ներկայացրել են այդ մեծահարուստների, ասում են, չէ, մենք չենք ներդրում, չենք անելու, որտեղ մեզ մոտ արդեն sense դրված է, այդպիսիք էլ շատ կային։ Ուրեմն Ռուսաստանում 5-6 օլիգարխ բականին խոշոր մեծ օլիգարխներ, որոնք իրանց ունեցվածքը բերեցին, վերագրանցեցին Ռուսաստան, բայց հիմնականում կորցրեցին, մեծ մասը մնացին այնտեղ։ Իսկ այդ օլիգարխները ում ունեցվածքը դրսում է, դա արևմուտքի ձեռքին 5-րդ, 6-րդ շարասյունն է, որը հրամանի դեպքում այդ երկրի ներսում կանի ինչ որ մետրոպոլիան ցանկալում է։ Սա օլիգարխիկ համակարգի։ Գյուղատնտեսությունը ոնց է ավիրվում, հա, երբ որ դու այսպես տալիս ես, անասնապահությունը հենց միայն սրանով, քանի անասնապահների, հա, տնտեսություն հիմա սրանով իսկ ոչնչանցվելու է, որ ինքը հատուկ արտոնություն տվեց Սամվել Ալեքսյանը, մի մարդու, որ այսպես թե այնպես հատուկ արտոնությունների մեջ էր։ Ես ուղղակի ես մեր նախորդ թեմայից մի նախադասություն ասեմ։ Հիշենք, օլիգարխները դրանք նախկինում իշխաններն են այդ երկրներում, որոնք չպետք է լինեն այդ երկրի իշխանները։ Իրենք պիտի լինեն մետրոպոլիայի իշխանները, այսինքն ստեղի օլիգարխը Ամերիկայի Լոնդոնի ու Վաշինգտոնի իշխանն է։ Երբեք չխաբվենք։ Շատ լավ։ Հիմա գյուղատնտեսությունը 18 թվականից որոշում էր կայացվել ոչնչացնել։ Այսինքն Հայաստանը, որը խորհրդային տարիներին ինքը հանդիսանում էր ռազմարդյունաբերական համալիր ունեցող բնակչության ներգրավվածության թվականակով բնակչության շնչին, առաջին հանրապետությունը խորհրդային միությունում առաջինն էր մեր 3 միլիոն բնակչությամբ։ Ուրեմն դարձրեցին, ոչնչացվեց այդ արտադրական պոտենցիալը, արկա հանգամանքների օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների արկայության պայմաններում եւ դարձավ գյուղ նշանակության երկիր։ Իդեպ ասեմ, գաղութային բոլոր երկրները լավագույն դեպքում գյուղ նշանակության երկիր պիտի լինի, իսկ ավելի վատ գաղութները պիտի զբաղվի միայն հանքարդյունաբերությամբ, անգամ գյուղմթերք պիտի չարտադրի։ Ընդ որում ասեմ, գյուղմթերք արտադրող երկրների մաքուր սնունդը պիտի տարվի մետրոպոլիա,
իսկ մենք պիտի դրսից բերված վատ սնունդը ընդունենք։ Էն ինչ Վատ որ տեղի միսը, ասենք անասունի, ասենք տավարի միսը, հավի միսը, օրինակ։ Բայց հիշում եք մեր երկիրը մի պահ հասել էր նրան, որ ասում էին ոնց, որ ինչի եք այս ձուն բերում եք, չգիտեմ հինա, այս հավի թռչնամիսը սա է, այս միսը սա է, չգիտեմ ինչ է, հիմա ձայն չկա, այլ թեմաների մասին խոսող ձայն հանող չկա։ Ուշադրություն դարձեք, Հայաստանը առ այսօր պատերազմի մեջ գտնվող երկիր է։ Այո։ 2018 թվականին պատերազմի մեջ գտնվող երկրի պայմանային անվտանգության եւ երկրի հիմնական արտադրանք հասցրող գյուղմթերքը կազմակերպող այդ աշխատանքները կառույցը, որի անունն էր գյուղնախարարություն, 2018 թվականին փակվեց։ Ինչու փակվեց։ Ես դեռևս 18 թվականն էի ասում։ Փակվեց 3 կարևոր կառույց, 3 նախարարություն։ Առաջին հրամաններից է եղել Փաշինյան Նիկոլի։ Իբր հիմնավորում էր, որ ավելորդ գումար են ծախսում։ Ուրեմն հայությունը, հայության ռեսուրսը հիմնականում 2/3 հայությունը գտնում է դրսում։ Ուրեմն այս Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանում խնդիրների, խնդիրների լուծման, այդ թվում նաև պատերազմի անուրանալի է, չէ՞։ Պետք է փակվեր այդ կառույցը, որը կազմակերպում էր իր բոլոր կապերով, փակվեց Սփյուռքի նախարարությունը, փակվեց գյուղնախարարությունը, որտեղ պատերազմող երկում եւ հայությունը աշխարհում հայտնի է իր հիմնականում մշակույթով։ Այսինքն մեր դեմքը այսպես երկրներում մեր դեսպաններ, այսպես ասենք, ավելի շուտ նաև մշակույթի գործիչներ են, քան քաղաքական եւ ռազմական, չէ՞։ Փակվեց նաև մշակույթինը։ Սա պատական չէ, այսինքն այս 3 կառույցը սկզբունքորեն փակվեց։ Հետաբար գյուղատնտեսությունը Հայաստանում պիտի մեռնի։ Վերջին հարվածը ասեմ ինչպես է հասցվելու։ Օրվա իշխանությունների վարվող քաղաքականության հետևանքով, այդ թվում նաև որ մայիսի 4-ից 3-ից 5-ը այստեղ ինչ որ եվրոպական քաղաքական համայնքի մեծ համաժողով է լինելու, այստեղ դրա մասին խոսենք, ինչ են գալուս, ես ուղղակի ասեմ, հա, ես հիմա ասում եմ։ Եվ հետևաբար Հայաստանը առավելագույն ձգտելու են դուրս դնել Ռուսաստանի նաև տնտեսական հետ կապերի կամ ազդեցության կամ համագործակցության դաշտից, ամենակարևոր խնդիրը լինելու է գազ, թանկ գազը, ռուսական գազը ամեն ինչ անելու են որ փակեն, մենք ռուսական գազից կտրվենք, թանկ գազ է գալու, իսկ դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը, այսինքն մարդիկ ովքեր շահութ էին ստանում գյուղմթերք արտադրելով եւ իրենց ձեռք չի տալ, որտեվ գազը թանկ է, հիմնականում ջերմոցային կուլտուրաներ եւ այլն։ Մարդիկ, որոնք բանկերից հսկայական վարկեր են վերցրել, գազի գնի թանկացման պատճառով մի կերպ է տեղած չեղածը վաճառելու են, որ բանկի վարկերը եւ վերցած վարկերը փակեն, գաղթականի ցուպը վերցնեն եւ ընտանիքով հայդա հիմնականում Ռուսաստան։ Թողնելու են, բայց Ես չգիտեմ։ Թուրքերը թույլ տալու են, շատ։ Այ հիմա այդ երբ որ գանք Շահին Մուստաֆայևի պահու, ուզում եմ ասել գյուղատնտեսությունը պետական մակարդակով պիտի չլինի։ Այս հողատարածքները, այդ թվում եւ Արարատյան դաշտավարի, սա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ապագայում վերցվելիք եւ մշակվելիք տարածքներն է։ Այսինքն սննկացման գործընթաց է գնում։ Իսկ դրա տարբեր գործիքակազմ ունի իշխանությունը, ես կարծում եմ այդ գործիքակազմը օգտագործում են։ Հիմա ուշադիր լսում են, չէ՞, Արարատյան դաշտավայրում ապրողները, որ պատրաստվում են գնալ թուրքերին ձայն տալ։ Ասենք Արամ Սարգսյանին, չգիտեմ, Շիրինյանին, Նիկոլին, ինչևէ, բայց